Հեշտամին փախչի վարուվեր Ես ուրբան սենքի ընկեր Առավոտ կելենք սարը Կկանչի զորնի խաղը Թող աշխարը բռնի բարը Յար խուշտա Զորնի խաղը հող աշխարը բռնի բարը Յար խուշտա ժամացույց չի կրել, չնայած, որ իր ընտանիքի բոլոր անդամները ժամացույց ունեին, նա երջանիկ մարդ էր, իսկ երջանիկները ժամացույց չէին կրում։ Նա մեծ էր, հողով, այրունով, արմատներն են նա հողում, իր երկերը կեղճունայցու քրտինքով է նա բողովում, նա հանճարակ երկերում նրա երկրի արևն է շողում։ Նա մեծ էր, հողով, այրունով, արմատներն են նա հողում։ Հեգեգի պես իջանա, առասպելական լոռու վայրենի լեռներից, բերելով իր հետ մի ամբողջ բնություն, ուրդի ու բազմատար մի ամբողջ հնարավոր ճոխապուրդ, իր տոմիկ երգերով ու խոսքերով, հույզերով ու երևակայությամբ, և ինչպես ստեղծող բնությունը պրեսնավերով ու արջև, իսկական անկեղծ բանաստեղծությունը։ Տևերի ժարափին, բարձր շեղրի գյուղին, մի լայն ու թարցակ հարթավայրի վրա գտնվում է դսեղ գյուղը։ Մեր գյուղը դետ է, որ հպարտ, լերտերի պեչ բիգապատ, խոր ձորերի քարափից, ձերը ծվախճակատի, պիտք է ալուտ տղադեր, ինչ է ուզում չգիտեր։ Ձորին նահապետական մի ինքնափոփ աշխարհ է,
Արարաթի, առասպելի, մի վիպաշխար, լուծածական աշխար, նրա ամեն մի անկյունը, ապանդավեպ ամեն մի քարը խոսող հերոսական անցյալից։ Են լորու ձորներ հանդիպակած, ժայռերը խորգնոթերը գիտած, դեմ ու դեմ կանգնած համար, հարդ, հայացքով նայում են հանդարտ։ Ես այս վսեմ ու բացրիվ լերների ծնուն է ամենայն հայոց վանասենց Հովհաննես Թումանյանը։ Ես ծնողներիս առաջն եմ, չափազանց լացկար մանհանգիստ։ Մայրս պատմում է, որ ձեռքերի վրա չեն պահել, օրարած չեն դրել, ոչ էլ ճոճի մեջ, որ միտքս պայծառ մնա, չորորվի։ Ի պատիվ իր հորական պապի հայտնի զինվորական Հովհաննես աղայի, նրան կոչեցին Հովհաննես, Հայր Ասլանը գյուղի քահանան էր, ձեռնադրված որպես Տեր Թադևոս։ Իմ հայրը Տեր Թադևոսը, նույն գյուղի քահանան էր, ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքումս, այդ եղել է իմ հայրը, նա ազնիվ մարդ էր, թեև քահանա, բայց նշանավոր հրացանածիկ, ես նրանից եմ սովորել տիպուկ կրակել, հայրս մեզ տան վերջին ընկած բեկորն էր։ Մայրս Սոնան նույն գյուղից է, լինելով զրույց սիրող և լավ պատմող կին, նա իր երեխաներին առակներ հեքիաթներ էր պատմում, համեմատ ժողովրդական ոճով։ Մայրս բոլորովին ուրիշ մարդ է, ինչ որ սարի բան կան էր, դա մորից է, թրջող կին է մայրս, ինչպես գյուղացիք ասում է, ամենաբարձր ծառերում ծաղկող տեղերում է պահելիս մայրս, շատ բան է տվել ինձ մայրս։ Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի ասել այս կամ այն ձևով երաժշտության են վերածել, այնքան տրամադրողություն են դրանք, Թումանյանը բնության մի մասնիկն է, նրա մի մասը ինձ իրականությունը զորեղ է պարբարձել։ Ամենալավ ու քաղցր օրերս անցկացրել եմ սարերում, ոչ ուսումնարան, ոչ դաս տիրակություն, ազատ ենք միանգամայն ու խաղում ենք, ինչքան ենք խաղում։ Ինչ ես իստե պատի տակին իմ
բառավս էպես ուզեմ։ Հոգնել ես դու խոթարիկի որնոցներից խելագար, թեմիր հուվես քոյլիկի բզրոցին տակվիանան։ Արի խմեք, արի իկես, իմ սեր ջահալորոյի, խմենք դարդից, բաշակըտ պես, սրտես բաց կդինի։ Թումանյանի մասին կալի է խոսել անվերջ, նա մեջ խորություն կա, ինչ-որ խորհրդավոր բան։ Ով փախեց գուխուրակից, այնով կտրից ացավ թետեր, շուն չեք հաշում դրած թետեր։ Ով ես, ինչ ես ալում, ինչ է լրած է չես անում։ Պատասխան չկա։ Զորակետներ միայն մրապած։ Հա, իմացա, և ով կրնի, իմ շատ ահից ով սիրտ կանի։ Ախ ես թում է, հա։ Քեվոր կրնի, ծեն զուն չկա։ Ուհարում, գիշ, վաշ, Հերիք է անուշ, ներ սարի դագեն, քանի դուր թե չես նայս դես ու դեր, տեսնողն է կասի ինչ աղջիկ եսա, հազար մարդի մոտ կերթա կխոսա։ Մտիկ դուր նանի, այս սայլանջին ինչքան ավլուկ է տալիս կանանչին։ Նանի, թող գնամ քաղեմ ու հյուսեմ, այս սայլանջին ջանգյուլում ասեմ։ Հանգիստ կաչանուշ, դու հասած աղջիկ, ինչ ունի ջահել չոբանների մոտ, նստիր վրանում, խու գործի մտիկ, վարկեշ կացավ չէ, ամոթ է ամոթ։ Ախ սիրտս նանի, չգիտեմ ընչի, մի լաց է լինում սևնկած տխուր, մի թև է արնում ուզում է թնչի, չգիտեմ թե ուր, չգիտեմ թե ուր։ Նանի ջան, նանի, ես ինչ անեմ, ինչ անի, անքուն, անհանգիստ բալ է։ Նանի ջան, նանի, գուրը թող արնեմ, աղ փյուրը գնամ աղջիկների հետ։
խարի ընկուզելու տակ, իրենց հասակի կարգով ծալպատակ, միասին բազմած մի շրջան կազմած, քեֆ էին անում և ուրախանում, մեր ստապապերը ու մեր հարյերը, գյուղի տերերը։ Մենք հարույր ուժիր կեղջուկ բալուկներ, 3-10 կեր, դրաց առաջի գլխավաց կանգնած, ձեղդերս խոդար, սերտերից դրած, զիր ու եղձայլով դրած սպասում, տաղ էիք հասում։ Երբ զվարթազային մերկ լրեց, մրայք համատեն բղեն անուրեց, նրայց դրսի լիք բաժրտները բոլոր մեծեր ու մեզ օրնեցին, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Ժամանակ անցավ, նրանք էլ անցան, զվարթ երկերս վշտալի դարձան, ու ես հիշեցի մելոն լալիս, ու չու ասացի, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Խաղաղություն ձեզ, մերան բախպապեն, ձեզ տանջող սավը մեզ էլ է պատել, այժն տխրության թեքեվի ժամին, մենք էլ օրնես մեր զավակներին, դեր խոսն եք ասում։ Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Եղեռնի տարիներին մեր գրականության մեծերից ոչ մեկն իր ուսերին չի վերցրել հայոց վիշտ ու հոգսերի այնպիսի անձնազոհություն, ինչպիսին են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Հովհաննես Թումանյանը այն մեծանուն գործիչների թվում է, ովքեր իրենց կյանքն ու ամբողջ ապրուստը նվիրաբերել են հայ ողբերին օգնելու և ապրելու երկրորդ պատկերելու նվիրական գործին։ Մեր եղանի օրերին Թումանյանը ժամանակ չկորցնելով առանց քուն ու դադարի ձեռնամուխ է լինում, գաղթականի և որբերի, ապաստանի ապովելու գործին։ Եղեռի տարիներին Թումանյանի ինքնամոռաց սխրանքը ու անձնվեր գործունեությունը բոլոր ազգերի պատմության մեջ հայրենասիրության ու մարդասիրության վառ օրինակ է։ Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքով է հին, վերջին հանգիստը կարդամ, իմ ամբաղ զոհեին, որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով մարած են, մեռած, փրված ու ցրված հազարով։ Ու կրակառա հայոց հրդեհի կարմիր բոցերից, են խաղաղ ու պաղ երկնքում ծոցումս վառեցի նորից։ Հանգեք իմ որբեր, իզուր եք ուզգում, իզուր աշխատ, մարդը կեր կազա, մարդ էր երկար, այսպես կմնա։ Իմ ձերքում կողրի ծաղիկ ես, դու ձերներով զարդարած, չես ավի, չես իմունի ես, աղթի ճամբից ես չգած, իմ եղբայրն ես, հոր եղբայրը, գերդաստանը պապիկիս, չես աղթիկ, չես ու արնայն ես, որ ողվեց իր արմավի Մենք բոլորս ամորում ենք, ամորում
Անգլիական ասած, Թումանյանի կախարդական գրի շնորհ դիպակ կատարվեց իսկական արվեստի հրաշքը, լինի արագ թե քարյակ, հեքիաթ թե պատմված, հովերգություն թե վիպերգություն։ Ուներ է ներկայացնում Թումանյանին, նաև գույների կախարդը, Մարտիրոս Սարյանը։ Նմայի չէ Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ։ Նա իր մեջ գրում էր ժողովրդի լավագույն գծերը, գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի ընտանիքն ու երեխաները։ Մեր սիրելի բանաստեղծ, մենք ապրում ենք ձեր բանաստեղծություններով, քարերով, բալատներով և պոեմներով, պատմվածքներով ու հեքիաթներով։ Թումանյանը հեքիաթի լեզվով մեզ սովորեցրեց, ով մենք մեզ կերպարների մեջ, ով բախտը թողած բախն են փնտրում, անխելք ենք ասում, ով բախտը առաստանում է առաջ, նազար ենք ասում, ով դախուխում է սկսած ամեն բան, ասում ենք Փանոս, ով չեղեստեղից դարդ է հույնում, ասում ենք Կիկոս։ Տեսակ թե ինչքան բան ենք սովորել, բայց թե իջեր կան սովորելու դեր, հեքիաթի պես կան մանկության, չար ու բարություն, իմաստություն ու անհրեքություն, սակայն մի բան հաստատ իմացեք, ինչպես հեքիաթում, այնպես էլ կյանքում, մենք հավատում ենք, բարին է հաղթում։ Աշխարհում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար, մարդ լինելը։ Մարդ փնտրելիս էլ և մարդու մեջ կարոտ է զգում, աշխատում ես նույնիսկ գտածին եղածին մեծացնել, շատ բան տեսնել մեջը, բայց մի օր վերջի վերջով պատառվում է, բացվում, և տեսնում ես շատ հասարակ կտոր է։ Դու մի հավատար ժպտուն աչքերին, շատ անգամ նրանք ծաղիկներ են վար, բուսած կորստյան անդունդի ծայրին միամիտ մարդկանց քաշելու համար։ Ահա բոյակն էլ պատրանքով հարբած, գերվեց մի անգամ ժպտուն աչքերին, ու որքան տաճվեց, տարավեց խապված, և որքան սրտում կանգատներինի։ Դու շատ մի խապվի ժպտուն աչքերից, շատ անգամ նրանք ծաղիկներ են վար, ծնում են սրտի ավերակներից, տխուր հատակը ծածկելու համար։ Ահա բոյակն էլ, տարաված մի մարդ, որ սրտում այնքան կանգատներ ունի, բայց հաճախ այնպես շուտում է զվարդ, ասես թե քեզնից բախտավոր լինի։ Հիասքանչեր, ինձ չէ որ ձեզ ամենայն հայոց բանաստեղծ են կոչում։ Քանի դու ու քեզ նմանները հիշում են ինձ, ես ու իմ բանաստեղծությունները դեռ երկար կապրենք։ Իսկ հիմա գնա, բայց հիշիր։ Եթե մի օր գաս այցելու իմ շիրունին ու նորաբույս վառ ծաղիկներ տեսնես փարված չորս կողմին, դու չկարծես թե հասարակ ծաղիկներ են մոտքիդ տակ, կամ թե գարունն է այն բերել իմ նոր տունը զարդարել։ Դրանք չերքված իմ երգերն են, որ սրտումս ես տարա։ Դրանք սիրո այն խոսքերն են, որ դեռ չասած ես մեռա։
Slow